Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Նրանք շարունակում են աղմկել աշխարհով մեկ, հիմա էլ Ղազախստանում է Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել, մեջբերում եմ, Հայաստանը դեռևս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, երկրում կան ռևանշիստական տրամադրություններ։ Այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև տևական խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բավականին մեծ ճանապարհ է անցել։ Չնայած դրան, տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում։ Հիմնականը Հայաստանի սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի արագ ռազմականացումն ու ռևանշիստական տրամադրությունների աճը։ Ցինիզմ ինչ խոսք անթակույց է տարածքային նկրտումներ Հայաստանից հենց իրենք ունեն։ Խաղաղություն են խաղում 12-րդ անգամ փաստաթուղթ ուղարկում Երևան ու հետընթացս Ալիևը Թուրքիայում պնդում է անում։ Մեջբերում Զանգեզուրն ադրբեջանական հող է, որ միտումնավոր հանձնվել է Հայաստանին ադրբեջանցիների կյանքը բարդացնելու համար։ Նախիջևանը հինավուրց ադրբեջանական հող է։ Այն սակայն արդեն ավելի քան 1 դար է, ինչ անջատված է Ադրբեջանի հիմնական տարածքից։ Դրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից 5 ամիս անց խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը դուրս բերեցին Ադրբեջանի կազմից եւ միացրին Հայաստանին։ Այդպիսով կտրվեց Ադրբեջանի հիմնական տարածքի եւ մեր երկրի անկախտելի մաս հանդիսացող Նախիջևանի ցամաքային կապը։ Հետո արդեն Մեջլիս մտավ Էրդողանը, երկրորդելով Ալիևին, ասաց եղբոր Ալիևի հետ շատ կարևոր հարցեր են ուզում քննարկել, հատկապես Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները։ Չի մասնավորեցնում ինչ։ Քննարկել են զիջումներ գնալու հնարավորություն, ճնշում բանակցելու հնարավորություն։ Էրդողանը նաև հայ-թուրքական հարաբերություններն այստեղ ուղիղ կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ։ Սպասում են փաստորեն խաղաղության համաձայնագրի կնքմանը եւ Էրդողանի ձևակերպմամբ ակտիվ ջանքեր են գործադրում Հարավկովկասում բարգավաճման ու կայունության համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնության գալ, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Ալիևի Անկարա այցից հետևեց հայտարարությունը Բաքվից Ալիևի օգնական Հաջիևի կատարմամբ գրեց, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի Արցախյան պատերազմի հանցագործներին, որոնք գտնվում են Հայաստանում։ Առաջին անգամ չէ, որ նրանք այս ձևակերպումով նկատի են առնում Հայաստանի նախկին նախագահներին, պաշտպանության նախարարներին, բարձրաստիճան զինվորականներին, եւ ուշագրավ է, որ Հաջիևը սա դարձյալ կրկնեց Ալիևի Անկարա գնալուց հետո։ Հիմա էլ հետևեց Բայրամովյան այս հայտարարությունը։ Բաքուն չի դադարեցնում վերջնագրերի տարափը, ինչպես է հնարավոր հասնել խաղաղության փաստաթղթին։ Ինչ խմբագրում կուղարկի Երևանը Բաքվից 12-րդ տարբերակը ստանալուց հետո։ Այս բանին Ադրբեջանը, քանի որ մենք այսպես խաղաղության պայմանագրի հետևից են գնաց, փորձում է մեր կողորտը ստեղծի եւ իր բոլոր պահանջները բավարարել տա Հայաստանին։ Ինչ պայմանավորվեցին Էրդողանն ու Ալիևը Անկարայում, առանց Էրդողանի թիկունքի Ալիևը հենց Անկարայում կխոսեր Հայաստանի տարածքի հանդեպ հավակնությունների մասին, ձևակերպելով, թե խորհրդային իշխանությունն է ադրբեջանական հողերը իբր հանձնել Հայաստանին։ Պայմանավորվել են առավելապաշտության ձգտումը պահել, հայտնի չէ, հայտնի է միայն, որ Ալիևը ամենևին էլ մենակ չի գնում փորձերին սեղմել մեր կոկորդը։ Սա մեր հարաբերությունների զարգացման ճանապարհին պարզապես հերթական այց չէ։ Այսօր մենք թևակողում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Սա նոր հանգրվան է, որը թե խորհրդանշական է, թե միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Ուստի շնորհավորում եմ բոլորիս այս կետին հասնելու կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում տարված աշխատանքի համար եւ մեզ մաղթում հաջողություն այս փաստաթղթում նշված գործակցության կյանքի կոչման ուղղությամբ, նշել է Արարատ Միրզոյանը։ Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների անկախտելիության սկզբունքների վրա, նաեւ ուշադրություն է դարձված առանձին ուշադրություն է հատկացված տարածաշրջանային եւ միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման թեմային նշվում է նաև, որ խաղաղության խաչմերուկը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չէ ժխտել, որ Սահմանադրության այն տեքստը, որը կարող է լինել, կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր Սահմանադրության օրակարգը եղել է, բայց այն ժամանակ ես համարել եմ, որ այն իրագործելի չէր, այն ժամանակ անտրամաբանական էր 2 ամիս ուժի մեջ լինող Սահմանադրությունը փոխել։ Սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու եւ հարաբերվելու կանոնների մասին։ Ինքը տեքստային առումով խնդրահարույց է։ Գիտեք, տեքստային առումով ոչ մի սահմանադրություն խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքացիների պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետև Սահմանադրության թե 1995 թվականի ընդունման, թե հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունը ընդունել է Սահմանադրությունը, բայց միշտ այդ քվեարկության արդյունքները կասկածի տակ են եղել, այսինքն եղել է լեգիտիմ ըմբռնում, որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել։ Արդյոք սա էական է, սա լրջորեն էական է, որովհետև եկեք պատկերացնեք մեզնից ցանկացած մեզնից երկուսի հարաբերությունը, երբ որ մենք խոսում ենք մի բան, եւ դա ավարտվում է պայմանավորվածությամբ, եւ խոսում ենք մի բան, եւ դա չի ավարտվում պայմանավորվածությամբ։ Արդյոք այս երկու իրավիճակները որոշակիորեն փոխում են մեր հարաբերությունների կերպը։ Շատ լրջորեն են փոխում։ Երուսաղեմի քաղաքապետարանը պահանջում է, որ հայոց պատրիարքարանը վճարի երկար տարիներ կուտակած հարկերը։ Պատրիարքարանն ընդդիմանում է Երուսաղեմում հոգևոր ոչ մի կառույց տարիների ընթացքում հարկ վճարելու պարտավորություն չի ունեցել։ Այստեղ տեղում Սուրբ Երկրում հին ավանդություն կա բոլոր իշխանություններից։ Բոլոր իշխանությունները ազատել են եկեղեցիները, իմաստնավորի հայ եկեղեցին, որևէ տեսակ թուրքերից։ Եվ հայոց պատրիարքարանը եւ հույն ուղղափառ պատրիարքարանը եւ լատին պատրիարքարանը, որտեղ դրանք կատարում են բարոյական առաքելություն, դպրոցներ են պահում, հիվանդանոցներ ունեն։ Իրավիճակն այնքան է լարվել եւ ճնշումն ավելացել հայոց պատրիարքարանի վրա, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան arczepiskopos Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետին։ Այստեղ պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել եւ դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները։ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները իմաստնավորի Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը, որ կալվածոց տեսուչն է, ժամանակին հազանգեց բոլորին նախևառաջ միաբանությունը տեղեկացավ, որ դա անընդունելի է։ Արմոնա է կոչվում այդ турքը, որը քաղաքապետարանը պահանջում էր հայոց պատրիարքարանից, որտեղ մենք շատ հին ժամանակներից դա Դուրյանաշեն է կոչվում այդ թաղամասը, որ հիմիկվա արևմտյան Երուսաղեմում է, նրանք պահանջում էին այդ Արմոնա կոչված турքը։ Համայնքային վիճելի հարկային պարտքի հայցով պատրիարքարանը դիմել էր դատարան։ Դատական նիստը հետաձգվել է հայր Էմանուել վարդապետ Աթանջանյանի փոխանցմամբ եղանակի պատճառով։ Եթե դատարանը մերժի պատրիարքարանի բողոքը, քաղաքապետարանը կբռնագրավի եւ աճուրդի կհանի հայկական եկեղեցիների ունեցվածքը, որը պատրիարքարանի սեփականությունն է դարերով։ Հնդկաստան այցելած արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Նախ հայ-հնդկական պատմական հարաբերությունների, ներկա բարեկամության եւ գործակցության ուղիների մասին է խոսել Հայաստանի գլխավոր դիվանագետը։ Հետո անդրադարձել է մեր հիմնական խնդիրներին, պատմել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական փորձերի մասին։ Ցավոք Հայաստանն անմիջականորեն բախվել է այդպիսի մարտահրավերների, չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի եւ միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն եւ տարածաշրջանային առաջընթաց։ Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահատմա Գանդիի հայտնի ուղերձում՝ չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը։
Եվրահանձնաժողովն արագ եւ համաչափ միջոցներ է ձեռնարկում Եվրամիություն ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ ի պատասխան պողպատի եւ ալյումինի ներմուծման համար Ամերիկայի սահմանած նոր մաքսատուրքերի։ Ըստ փաստաթղթի ի պատասխան Ամերիկայի նոր մաքսատուրքերի, որոնք տարածվում են Եվրամիության ավելի քան 18 միլիարդ եվրոյի արտահանման վրա, Եվրահանձնաժողովը գործարկում է նոր հակամիջոցների փաթեթ ամերիկյան արտահանման նկատմամբ։ Դրանք ուժի մեջ կմտնեն ապրիլից։ Եվրամիության պատասխան միջոցները եվրոպական պողպատի եւ ալյումինի նկատմամբ Ամերիկայի մաքսատուրքերի դեմ կարող են չեղյալ հայտարարվել ցանկացած պահի Վաշինգտոնի հետ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը եւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե վերջին իրադարձությունները թույլ տան Ռուսաստանին եւ Ուկրաինային վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ապա Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ արդար եւ կայուն խաղաղության հաստատման գործում, ներառյալ բանակցությունների կազմակերպումը։ Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել Թրամփին, կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար։ Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, որ կարող եք փրկել քրիստոնյա պատանդներին։ Գրեթե 2 տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ։ Այդ ժամանակից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ եւ 1 կրոնափող ադրբեջանցի ենթարկվում են խոշտանգումների, ասված է նամակում։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են առկա, այս մասին հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։ Դրանց թվում են Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային հավակնություններն ու Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ ռազմականացումը, աճող ռևանշիստական տրամադրությունները։ Կանադայի իշխանական լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մարկ Քարնին։ Նա կփոխարինի երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոին, որը այս տարվա հունվարին հայտարարեց պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Քարնին կուսակցության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր, որը չէր հանդիսանում Թրյուդոյի կառավարության անդամ։ Քվեարկության արդյունքներով նա ստացել է 85.9%։ Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման եւ անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-ից 7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Միրզոյանի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Այցի շրջանակում քննարկվել են COP17-ի կարևորությունները, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր գործակցության շրջանակը եւ հետագա քայլերը։ Ռուսաստանի զինված ուժերը անօդաչուներով լայնամասշտաբ հարձակում են իրագործել ուկրաինական բնակավայրերի ուղղությամբ։ Օդեսայում վառելիքի եւ մանկական խաղալիքի պահեսներում եւ մասնավոր բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ռուսական կողմը հերքում է ուկրաինական քաղաքների եւ գյուղերի վրա թիրախային հարձակումները։ ԱԹՍ-ների կողմը պարբերաբար հաղորդում է խաղաղ շրջանների վրա ռուսական հարձակումների մասին։ Ռուսաստանն իր հերթին հաղորդել է Մոսկվայի եւ Մերձմոսկովյան շրջանների վրա տասնյակ անօդաչու սարքերի հարձակման, բնակելի շենքերի վնասման մասին։ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման եւ 3 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի 3-րդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դատապարտել է 9 տարվա ազատազրկման բյուջետային միջոցների յուրացման համար, իսկ պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավարին 300,000 լարի տուգանք է նշանակել։ Դատախազությունը երկուսին մեղադրել է առանձնապես խոշոր չափերի 9 միլիոն լարի բյուջետային միջոցների կոլեկտիվ հափշտակության մեջ։ Հատկանշական է, որ երկու ամբաստանյալներն էլ իրենց առաջադրած մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում։ Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։ Անառողջ միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացը առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։ Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին հարցմանն ի պատասխան հաստատել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, որոշումները հրապարակված են ազգային ժողովի կայքում։ Հալեպի նահանգային իշխանությունները այցելել են Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն եւ հյուպատոս Ավետիսյանին փոխանցել, որ Սիրիայի հայ քաղաքացիների եւ Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք եւ այդ վերաբերունքը շարունակական է լինելու։ Հայաստանի գլխավոր հյուպատոսը նշել է, որ հայ եւ սիրիացի ժողովուրդների միջև ջերմ հարաբերությունները բարեկամության դասական օրինակ կարող են ծառայել եւ օգտակար լինել վերականգնելու հանդուրժողականությունը, փարատելու ազգամիչյան թշնամանքը։ Հայաստանի գլխավոր հյուպատոսը ասել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է գործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ։ Դեռ դատավարությունների սկզբից իրավապաշտպանները ահազանգում էին Բաքվում իրականում դատում են ոչ թե հայ ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ մի ամբողջ ժողովրդի։ Սա ոչ միայն ազգային արժանապատվության տեսանկյունից, այլ նաև իրավաքաղաքական առումով ամբողջ երկրի դեմ է։ Մասնագետները պարզ ասում են, երբ թույլ ենք տալիս, որ Բաքվի դատարաններում կեղծ հնարած մեղադրանքներ կարդան, բարձրաձայնեն, այդպիսով նաև թույլ ենք տալիս, որ միջազգային հանրությունը համոզվի, թե Ալիևը անմեղգար է, հայերն են հանցագործ։ Նշում են, որ սա ոչ միայն Հայաստանի դեմ հավաքագրվող ապացույցների դատավարությունը, որտեղ որ կորզում են ինչ-որ ցուցմունքներ կամ ընտրովի ներկայացնում են դրանք աշխարհին, հա, որ ինչ-որ բանում խոստովանում են կամ հաստատում են ինչ-որ փաստեր մարդիկ, այլ նաև նախկին եւ ներկա բարձրաստիճան Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հավաքագրվող ապացույց է։ Արցախյան հակամարտությունը ըստ էության ավարտվեց Ադրբեջանի օգտին, բայց Ալիևի ճակատին միջազգային մասշտաբի հանցագործի խարան կա ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը չտեսնված հնարավորություն է խմբագրել, փոխել իրականությունը, այրունահեղությունները վերնագրել հայկական կողմին։ Իսկ ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարումից հետո ըստ իրավապաշտպանների ժամանակը մեր օգտին չի աշխատել։ Պատահական չէ, որ Ադրբեջանի դատախազությունը պարբերաբար երկարաձգում էր կալանքի ժամկետը, որպեսզի այս շինծու դատավարությունները սկսեն COP29-ից հետո։ Իրենք կարող էին նույնը անել COP29-ից առաջ, բայց այդ դեպքում միջազգային ճնշումը եւ ուշադրությունը ավելի մեծ կլիներ, դրա համար հետաձգեցին։ Լավ գիտենք, որ Բաքուն գերիների հարցը բացարձակապես քաղաքական հարթություն է տարել։ Այս դեպքում ինչ կարող է ձեռնարկել Հայաստանի իշխանությունը։ Նրանք ամեն դեպքում ասում են, աշխատում են այդ մարդկանց վերադարձնելու ուղղությամբ, ամեն ինչ չէ, որ բարձրաձայնում են։ Ես կարծում եմ, որ սա պիտի լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիները ազատ արձակվեն, ընդ որում ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման համաձայնագիրը կնքելու համար։ Վարդանյանի ուղերձն իր հերթին որոշակի միջազգային ուշադրություն է բերել դեպի Բաքվի կեղծ դատավարություններ։ Առհասարակ հիմա, երբ Բաքուն համակարգային պայքար է տանում միջազգային միջնորդությունները բացառելու համար, հայկական կողմը պետք է օգտագործի ամեն առիթ հարցը օրակարգում պահելու համար։ Իրավապաշտպանները հորդորում են աչքի առաջ ունենալ ժամանակը սուղ է։ Կառավարությունն ապրիլից կկրճատի տեղահանված արցախցիներին տրվող 50,000 դրամի չափով աջակցության ծրագիրը։ Այս մասին զրույցում ասել է Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարա Մանուչարյանը։ Նախարարությունը միշտ ասում է, որ անում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր։ Սա էլ մեկն էր միջնաժամկետ ծրագրերից, նշել է Մանուչարյանը։ 27 Եվս մի քանի կաթիլ ու արդեն պատրաստ կլինի հերթական առեղծվածային բույրը։ Հիմա այդտեսի սիրուն բան եք ստացի, գունյոնա երևումա կոկտելինիմա, հիմա լցում ենք սարվակի մեջ, էսի սովետական ապարատա, ինքը հատուկ խառնելու համար։ Մինչև վերջի կաթիլը, այո, մինչև վերջի կաթիլը արդեն թանկարժեք դուխիա ձեզ ստեղծած դուխին է։ Պարֆյումերը ընտրված բաղադրիչներից բուրավետ նյութերից ստանում է ակորդներ, միջնարդյունքում օծանելիք։ Գևորգ Սիմոնյանի լաբորատորիայում քո ձեռքով կարող ես պատրաստել օծանելիքդ ու հենց տեղում վայելել
դրա բույրը։ Մարդկանց գրավում է այն գաղափարը, որ ամեն մեկ ուզում է ունենալ իր բույրը, բոլորին, որ ինքը տարբերվի բոլորից։ Շատ հաճելի է բույր սարքել անհատական մարդկանց համար, իրանց անուն ազգանունով, անվանական դուխիներն են դա, ու այդ էմոցիան, էներգիան ես շատ լավ գիտեմ ինչ է լինում, ու այդ ուրախությունը տալիս ես մարդկանց, իմ համար ամեն ինչ դա արժի։ Այստեղ կան բույրեր, որոնք ոգեշնչման արդյունք են, կան բույրեր, որոնք էքսպերիմենտ են, որոշներն էլ նպատակադրված աշխատանքի արգասիկ են։ Հենց այդպես է ստեղծվել նաև պարֆյումերի առաջին օծանելիքը։ Իմ առաջի օծանելիքը ստեղծել եմ 21 թվին, Ֆերրամոնը անունով 27 համարից դուխին է, ինքը շատ ուժեղ սիրվե ժողովրդի կողմից էր ու շատ մեծ համբավ ունեցավ, որտեվ ինքը հատուկ նյութեր եմ ավելացնում, որ հակառակ սեռի վրա ինքը ազդում է ու արդեն շատ ուժեղ տարածում ունի դա։ Հոգի, էներգիա ու մեծ սեր է փոխանցում բույրերի հայ վարպետը իր պատրաստած օծանելիքներով, որ երկար դաջվում է հիշողությանդ մեջ։ Նրա յուրահատուկ համադրությունները ոչ միայն ընդգծում են անհատականությունդ, այլև բարձրացնում ինքնավստահությունդ։ Երբ որ իմ մոտ մարդ գալիս է, ես իրանց հետ շփվելով հասկանում եմ մարդուն ինչ առաջարկե, ինչ կարգի բույր, ու մեծամասնությունը ճիշտ ուղղությունը ցույց տալիս։ Բույրերի այս զարմանալի աշխարհում Գևորգը նախընտրում է բյուրեղացնել սեփական ոգեշնչումը, միևնույն ժամանակ չանտեսել հասարակության ընկալման առանձնահատկությունները։ Հիմա սրվակները մենք ընտրում ենք, ու դուք արդեն հոտառությամբ դիտես զգաք որն է, ու սկսենք խառնել։ Ասում է, օծանելիքի սեռային տարբերակումը մարքեթինգային հնարք է, վաճառքը խթանելու նպատակով, մինչդեռ օծանելիքը չէ, որ պետք է կանացիություն ու տղամարդկություն ընդգծի։ Իմ եթերային յուղերն են, բաղկացած են սաղ ծաղիկներից, դուխիների մեջ կա 3 ակորդ, գլուխ, սիրտ եւ բազա։ Առաջ օտոր քաշում եք դա գլուխն է, սիրտը 10 րոպե զգում եք դա է, բազան է վերջի ստոյկությունը, որ հետո եք զգում, այդ ամենը խառնելով արդեն կարող եք ստանալ ձեր բույրը։ Ու հենց այդ բույրն էլ պարֆյումերներին ու գիտնականներին թույլ է տալիս որոշել մարդու բնավորությունը, արտահայտելով նրանց ուժեղ կամ նրբաճաշակ կողմերը։ Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է, ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը, տեղադրվել են նոր ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն եւ 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն, ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։ Մարտի 12-ին Կապանի Շահումյան փողոցում բախվել է 6 մեքենա։ BMW X5-ի 52-ամյա վարորդը տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։ Ժամանել են փրկարար ծառայության Կապանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Նախնական տեղեկություններով BMW X5-ի վարորդի ինքնազգացողությունը վարելիս վատացել է։ Վերջինն էլ բախվել է կայանված մեքենաներին։ Մարտի 11-ին շղթայական վթար է տեղի ունեցել Գայի պողոտայում, բախվել են BMW-ն, Mazda-ն, Nissan-ը եւ Lada-ն։ Մենք հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների վիրավորի կյանքի վտանգ չի սպառնում, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Միատեսի ու վերջ, ես մի գլուխն են էլ Մարտի 11-ին էլ Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը դի էր, մարդկային ոսկորներ ու գանգեր է հայտնաբերել։ Տարածքը պարեկներն ու ոստիկաններն են սահմանազատել։ Ժամանել են նաև փրկարարծարայության աշտարակի շրջփրկարարական ջոկատի փրկարարները։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոսկրային հատվածներ ամբողջությամբ իրարից առանձնացված, թե ինչ հանգամանքներում եւ քանի տարվա դեպք կլինի սա, պարզ կլինի նախաքննության ընթացքում եւ վերջին խոսքը կասվի դատական բժշկի կողմից։